Պարոն Խուդասյան, երբ որ նախագծվեց եւ սկսվեց շինարարությունը հյուսիս-հարավ այդ մայրու վերջնաժամկետը երբ էր նախատեսված այն ժամանակ, հիմա ճշգրտումներից հետո վերջնաժամկետը երբ է եւ այն հատվածները, որոնք արդեն շահագործման են հանձնված, դրանց շահագործման ժամկետ ունի, թե չէ, ասենք, քանի տարի հետո պետք է վերանորոգվի կամ նման մի բան։ Ժամկետը ընդհանուր ծրագրի ավարտը նախատեսված է 2032-2033 թվականներին, ամենամեծ ծավալով աշխատանքները դրանք թունելների կառուցման աշխատանքներն են, այս ժամկետը պայմանավորված է այդ աշխատանքների ժամկետային առումով որացային գրաֆիկի տեսանկյունից երկարաժամկետ լինելով, ճանապարհի շահագործման ժամկետ որպես այդպիսին հստակ չկա, ինքը շահագործում պահանջող աշխատանք է, այն հատվածներում, որտեղ բետոնային հիմքով է ճանապարհը, այլ շահագործման ժամկետ կա, այն հատվածներում, որտեղ ասֆալտային հիմքով է ճանապարհը, այլ շահագործման ժամկետ կա, շահագործման ժամկետը նաև տարբեր է էստագատաների, կամուրջների եւ թունելների համար։ Այստեղ հստակ ժամկետ կդժվարանամ ասել, որտեղ ընդհանուր ճանապարհաշինական պրակտիկայում համաշխարհային այսպիսի նախագծերի համար կոնկրետ ժամկետներ չեն ասում։ Արձագանք։ Իսկ երբ որ սկսվել էր շինարարությունը կամ նախագծային աշխատանքները երբ որ ավարտվել էին, սկզբնական փուլում ոչ թե հիմա էլ վերջերս, այդ ժամանակ երբ էր նախատեսված որ կավարտի, ունեք այդ տվյալը թե չէ։ Հաշվի առնելով, որ ինքը տրանշներով էր նախատեսված, ենթադրում եմ, որ էլի վերջնական վերջին տրանշի աշխատանքները պիտի նույն ժամկետում նախատեսված լիներ։